Բարի օր, եթերում Կիրակնորյա հերթապամասն է։ Այս թողարկման մեջ տեղ գտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համարոտ։ Ներքին գործերի նախարարի տեղակալ ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին։ Աշխատանքային խորհրդակցություն ներքին գործերի նախարարության փրկարարծառայությունում ամփոփվել են մարզային վերապատրաստումների արդյունքները։ Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս, քրեական ոստիկանության գլխավոր վարչության բացահայտումները։ Ներքին գործերի նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին։ Արմեն Ղազարյանը բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը, ընդգծել է, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավման ու կարողությունների զարգացմանը։ Մայիսի 27-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլերովեի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավմանն ու կարողությունների զարգացմանը։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների բարեփոխումները, ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործելավոճի արդիականացման, ինչպես նաև միգրացիոն ոլորտի ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ արձանագրված արդյունքները։ Փոխնախարարը նշել է, որ ոստիկանության բաժիններում տեսանկարահանող համակարգերի, ազատությունից զրկված անձանց տեղափոխման, նոր տրանսպորտային միջոցների ներդրումը, ընթացակարգերի թվայնացումը նպաստել են թափանցիկության, արդյունավետության եւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում նա հավելել է, որ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ շարունակաբար բարելավում են առկա գործիքակազմերը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման գործընթացին, փոխնախարար Ղազարյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ բարելավվել է քաղաքացիության տրամադրման գործընթացը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 10,000 անձ արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Քլերովեյն իր հերթին բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության հետ կառուցողական համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու բարեփոխումների գործընթացին աջակցությունը։ Անդրադառնալով միեդ վճիռների կատարմանն ու խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքներին, Քլերովեյը ներկայացրել է այդ ոլորտում իր գլխավորած կառույցի հանձնառությունները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալն ընդունել է նաև Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալին։ Հանդիպմանը կարևորվել է լիտվական կողմի հետ համագործակցությունը եւ միջազգային փորձի ներդրումը որպես արդյունավետ կառավարման ու բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Մայիսի 26-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Յուլիուս Պրանևիչուսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին, Արմեն Ղազարյանը կարևորել է լիտվական կողմի հետ համագործակցությունը եւ միջազգային փորձի ներդրումը որպես արդյունավետ կառավարման ու բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների վերակազմավորման ու արդյունավետության բարձրացման, միգրացիոն հոսքերի կառավարման, Եվրամիության հետ համագործակցության ակտիվացման, վիզաների ազատականացման եւ մի շարք այլ հարցեր։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես կարևորելով ոստիկանության հենասյունային ուղղությունների զարգացումը։ Նա նշել է, որ ծառայությունների արդյունավետ կազմակերպումը նպաստում է հանրային անվտանգության բարձրացմանը, ճգնաժամային իրավիճակներում արձագանքման արագությանն ու որակի բարելավմանը։ Լիտվայի արտգործնախարարի տեղակալն իր հերթին կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը ներկայացրել է արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում Լիտվայի Հանրապետության փորձը։ Անդրադառնալով ծառայությունների կառուցվածքային փոփոխություններին, նա առաջարկել է լուծումներ, որոնք կարող են բարելավել կառավարման գործընթացների արդյունավետությունը։ Արմեն Ղազարյանը նշել է, որ հանդիպումը հերթական կարևոր քայլն է համագործակցության ամրապնդման եւ ճգնաժամային իրավիճակների կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը, ակտիվացնելով համատեղ աշխատանքները տարբեր ոլորտներում։ Աշխատանքային խորհրդակցություն ներքին գործերի նախարարության փրկարարծառայությունում ամփոփվել են մարզային վերապատրաստումների արդյունքները։ Վերապատրաստվողներին ներկայացվել են բարձրադիր գոտիներում ու բարձրությունների վրա աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։
Մայիսի 22-ին փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին փրկարար ծառայության ղեկավար կազմը, կառուցվածքային եւ մարզային ստորաբաժանումների հրամանատարությունը։ Ամփոփվել են 2025 թվականի ընթացքում մարզային ստորաբաժանումներում իրականացված հրշեջ փրկարարական վերապատրաստումների արդյունքները։ Կամո Ցուցուլյանը փաստել է, որ դասընթացները մեծապես նպաստում են ոչ միայն հրշեջ փրկարարների օպերատիվ տակտիկական կարողությունների զարգացմանը, այլև ապահովում են արտակարգ իրավիճակներում արագ եւ համակարգված արձագանքում, շարունակաբար խթանելով մասնագիտական որակների բարձրացմանը։ Վերապատրաստումների աշխատանքային խմբի ղեկավար, փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Արմեն Գևորգյանը ներկայացրել է մարզային ստորաբաժանումներում անցկացված վերապատրաստումների ընթացքը, մատնանշելով բարելավման ենթակա ուղղությունները։ Փրկարար ծառայության մարզային մի քանի ստորաբաժանումում իրականացված վերապատրաստումները ներառել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական փուլեր, սպայակազմի եւ կրծերը անձնակազմի համար։ Ուսուցման բովանդակությունը ձևավորվել է փրկարարական գործի ժամանակակից պահանջներին համահունչ։ Վերապատրաստվողներին ներկայացրել են բարձրադիր գոտիներում ու բարձրությունների վրա աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, փրկարարական գործիքների կիրառման մեթոդները, ինչպես նաև կինոլոգիական խմբերի մասնակցությամբ իրականացվող գործառույթները։ 2025 թվականի ընթացքում նման վերապատրաստումները կրելու են պարբերական բնույթ։ Կամո Ցուցուլյանը բարձր գնահատելով կատարված աշխատանքը, ընդգծել է, որ հրշեջ փրկարարների աշխատանքի նկատմամբ նման համակարգված մոտեցումը պետք է դառնա շարունակական գործընթաց, ինչը նպաստում է ոչ միայն ծառայության գործունեության որակական մակարդակի բարձրացմանը, այլև խթանում է պատանի փրկարարների մասնագիտական կողմնորոշումը։ Ինչ առավելություններ են տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր նմուշի կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտերը, ինչ նշանակություն ունի նոր բիոմետրիկ անձնագրերի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում, հարցեր, որոնց պատասխանները ստացել է իմ գործընկեր Հայկ Մագոյանը։ 2026 թվականի երկրորդ կիսամյակից Հայաստանում կարտադրվեն նոր նմուշի կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Թեմայի շուրջ կզրուցենք ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանի հետ։ Տիկին Դավթյան, շնորհակալ զրույցի հնարավորության համար։ Ինչպես նշեցի, 2026 թվականի երկրորդ կիսամյակից Հայաստանում կարտադրվեն նոր նմուշի կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր, ինչ արտոնություններ են տալու Հայաստանի քաղաքացիներին նոր նմուշի կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը։
Մենք սովորաբար այս գործընթացը լուսաբանելիս նշում ենք անձնագրերի եւ նույնականացման քարտերի արտադրության մասին։ Ես կցանկանամ նախ փաստել, որ խոսքը ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված անձահաստատող փաստաթղթերի մասին է, այլ նոր որակի եւ կենսաչափական փաստաթղթեր են արտադրվելու բոլոր փաստաթղթերի մասով, որոնք առհասարակ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում եւ փաստորեն ծրագրի շահառու են հանդիսանալու ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլ նաեւ օտարերկրացիները կամ այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք, ինչպիսիք են փախստականները, քաղաքացիություն չունեցող անձինք, կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները եւ այլն։ Եվ իհարկե իմ նշած բոլոր թիրախային խմբերի ներկայացուցիչները օգտվելու են նոր որակի ծառայություններից։ Առաջին բանը, որ ցանկանում եմ նշել եւ ըստ էության որակ ասելով տվյալ պարագայում նկատի ունեմ ոչ միայն ֆիզիկապես փաստաթղթի անվտանգությունը, տվյալների պաշտպանությունը, այլ նկատի ունեմ նաեւ ծառայությունների մատուցումը ինքնին նոր որակով է կազմակերպվելու եւ սա է ամենակարևոր նախապայմանը, որ մենք դրել ենք ծրագրի հիմքում, այսինքն շահառու խմբին մեր ծրագիրը տալու է գոհունակության բարձր ցուցանիշ, սրան ենք մենք միտված։ Շատ մտահոգություններ կան իհարկե այս համակարգի ներդրման հետ կապված, ինչպես օրինակ, արդյոք պահպանվելու է իմ նախկին փաստաթղթում եղած վիզան։ Ես միանգամից փարատեմ այս մտահոգությունները նշելով, որ այո, պահպանվելու է, այսինքն նույնիսկ եթե անձը ցանկանա ձեռք բերել նոր փաստաթուղթ, նախկին փաստաթղթում գոյություն ունեցող վիզան շարունակելու է մնալ արդիական, մինչև վիզայի ժամկետի ավարտը համատեղ երկու փաստաթղթերը օգտագործելու պայմանով, այսինքն որևէ իրավիճակ չկա, որտեղ որ մենք քաղաքացուն նեղություն ենք պատճառելու գրասենյակային իմաստով, ֆիզիկական ենթակառուցվածքի իմաստով եւ ամենակարևորը տվյալների պաշտպանության իմաստով մենք ունենալու ենք նոր որակի ծառայություն։ Տիկին Դավթյան, Հայաստանի քաղաքացիներն ինչպես են անցնելու նոր նմուշի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի կիրառմանը, այն պարտադիր բնույթ է ունենալու, թե ըստ ցանկության։ Սա հաճախ հանդիպող հարց է վերջին օրերին մեր հանրության շրջանում, պետք է փարատել բոլոր մտահոգությունները, պարտադիրության կոմպոնենտ չի լինելու, առավել եւս, եթե նկատի է առնվում այն իրավիճակը, որ կարող է այս պահին, այս օրերին, այս ամիսների ընթացքում տրամադրվող փաստաթուղթը այլևս ուժ չունենա համակարգի ներդրումից հետո։ Բնականաբար մենք ապահովելու ենք անցնցում ընթացք եւ երբևիցե չի լինելու մի իրավիճակ, երբ տրամադրված փաստաթղթի վավերականության ժամկետը դեռ ուժի մեջ է, բայց մենք որևէ եղանակով պարտադրենք անձին ունենալ նոր փաստաթուղթ, կենսաչափական փաստաթուղթ, դա լինելու է անձի ազատ ընտրությունը, բայց իհարկե պետք է նկատի ունենալ, որ այն իրավիճակներում, երբ նույնիսկ փաստաթուղթը ունի վավերականության ժամկետ, բայց ենթադրենք կորուստի դեպք է տեղ ունեցել, վնասվել է փաստաթուղթը կամ անձնագրի պարագայում պարզապես լրացել են էջերը, փոխանակման դեպքերում արդեն տրամադրվելու է նոր նմուշի փաստաթուղթ։ Մրցույթի հաղթողը ֆրանսիական Idemia կոնսորցիումն է, քաղաքացիների շրջանում մտահոգություն կա, արդյոք մասնավոր ընկերությունը հասանելիություն է ունենելու իրենց անձնական տվյալների հետ եւ արդյոք անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորված է լինելու եւ ում կողմից։ Անձնական տվյալների պաշտպանությունը շատ ամուր ձևով երաշխավորվում է պետության կողմից, մեր կողմից, ներքին գործերի նախարարության եւ մասնավորապես միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կողմից եւ հենց միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունն է լինելու այն մարմինը, որը ամբողջությամբ եւ համալիր կերպով իրականացնելու է հսկողական գործառույթներ։ Ես ցանկանում եմ փարատել այս իմաստով եւս արկա մտահոգությունները, հավաստիացնելով, որ անձնական տվյալների պաշտպանությունը մի նոր մակարդակի է բարձրացվելու այս ծրագրով եւ անհատական հասանելիությունը տվյալներին չպետք է դառնա մտահոգության առարկա, այս պարագայում մասնավորը հավաքագրողն է լինելու կենսաչափական տվյալների եւ փոխանցողը ներքին գործերի նախարարության բնակչության պետական ռեգիստր, այս եղանակով հարստացնելով եւ հետզհետե վերիֆիկացնելով հավաքագրված տվյալները եւ որոշումների կայացման գործառույթը եւս ամբողջությամբ եւ լիարժեք մնում է ոլորտի լիազոր մարմնին։ Իսկ անհատական հարցումների եղանակով անձնական տվյալների հասանելիություն մենք ունենք կյանքում ամեն քայլափոխի եւ մեր հայրենակիցները իրենք շատ ու շատ մասնավոր սուբյեկտների են վստահում իրենց տվյալները, ավելին սոցիալական մեդիայի շատ տարբեր հարթակներում եւ ոչ միայն սոցիալական մեդիայի մեր օրերում ամենատարբեր բջջային հավելվածների ձևաչափով են այդ տվյալները տրամադրվում ամենատարբեր սուբյեկտների։ Այս պարագայում այդ տվյալները պաշտպանվելու են եւ ոչ թե դրվելու են վտանգի տակ։ Նոր բիոմետրիկ համակարգի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում ինչ նշանակություն ունի։ Կենսական նշանակություն ունի եւ էական նշանակություն ունի։ Իրականում դժվար է գերագնահատել բիոմետրիկ համակարգի արկայությունը վիզաների ազատականացման համատեքստում, բայց այստեղ մեկ այլ թյուրըմբռնման հետ ենք գործ ունենում, երբ տպավորություն է, որ կենսաչափական համակարգի ինքնին արկայությունը եւ այսպես ներդրումը բավարար է
ազատ վիզային ռեժիմ ունենալու համար պարտադիր է, բայց իհարկե բավարար չէ։ Հակառակը շատ ավելի հեշտ է պնդել, չկա կենսաչափական համակարգ, անխուսափելիորեն չկա ազատ վիզային ռեժիմ։ Մենք ի թիվս կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքների մի շարք այլ համալիր աշխատանքներ ենք իհարկե իրականացնում, որպեսզի օր առաջ ունենանք վիզային ազատ ռեժիմ Եվրոպական միության երկրների հետ։ Եվ վերջում Տիկին Դավթյան, ինչու կենսաչափական համակարգի ներդրումը իրականացնել պետություն, մասնավոր գործընկերություն համագործակցության ձևաչափով։ Սա մի հարց է, որի պատասխանի ուղղությամբ մի ամբողջ մասնագետների խումբ աշխատել է տարիներ, եւ սա չափազանցություն չէ, այստեղ մի ամբողջ վերլուծություն է կատարվել, որի մեջ տարբեր սցենարներ են նկարագրվել, տարբեր հաշվարկներ են իրականացվել, իրենց եզրակացությունները ոլորտային եւ մասնագիտական տվել են մեր պետության ամենատարբեր նախարարություններ իրենց լիազորությունների շրջանակում։ Այստեղ աշխատել է հեղինակավոր միջազգային խորհրդատվական ընկերություն Ernst & Young է կոչվում։ Եվ այս համալիր հետազոտությունների արդյունքում մենք արձանագրել ենք, որ փոփոխման ենթակա է ոչ թե մեկ բաղադրիչ, մեկ ծրագրային ապահովում, մեկ սերվերային տնտեսություն, այլ ընդհանրապես ամբողջ ենթակառուցվածքը եւ ամենահամապարփակ ձևով, որ կարելի է պատկերացնել։ Իսկ այս փորձագիտական ներուժը Հայաստանում չկար կուտակված։ Գիտեք, մենք մինչև հիմա, անգամ մրցույթը ամփոփելուց հետո, ստանում ենք այնպիսի հարցումներ, ինչպիսիք են, իսկ արդյոք չկար տեղական շուկայում այնպիսի դերակատար, որը կարող էր իրականացնել կենսաչափական համակարգի ներդրումը կամ կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը։ Կենսաչափական փաստաթղթերի արտադրության իմաստով միգուցե կա ներուժ, բայց համակարգի ներդրման իմաստով վստահաբար պետք է պնդեմ, որ չկա ներուժ եւ մենք դա ոչ թե սեփական հետազոտությամբ ենք եզրահանգել, այլ բաց մրցույթ ենք դրել եւ ամբողջ միջազգային շուկան է ուսումնասիրվել, իրականացվել է նախավորակավորման փուլ եւ սկզբնական շրջանում մեր բաց քննարկումներին մասնակցում էին ավելի քան 70, 80, 100-ի հասնող մասնակիցներ եւ որակավորման փուլում մենք արդեն ունեինք ընդամենը 5 դերակատար, 5-ն էլ միջազգային ոլորտի հեղինակավոր եւ խոշոր ընկերություններ։ Սակայն նույնիսկ այս պայմաններում մեր որակավորման պահանջները այնքան բարձր էին սահմանված, իսկ դա մեր պետության անվտանգային եւ տվյալների պաշտպանության թիրախներից ելնելով է այդպես արվել, 3-ը որակավորվեցին, 3-ից էլ 2-ը մասնակցեցին բուն մրցույթին։ Եվ միայն այս 2-ն էին, որ կարողացան ցույց տալ, որ ի վիճակի են ներկայացնել այնպիսի հայտ, որը բավարարում է տեխնիկական պահանջները։ Տեխնիկական պահանջները 472-ն էին։ Մենք չգտանք այլ ձևաչափ, քան պետություն մասնավոր գործընկերության ձևաչափը, որով հնարավոր կլիներ 472 առանձին պահանջի արձագանքել այսքան որակյալ մոդեռն լուծումներով, ինչպիսիք որ մենք ակնկալում ենք, որ կունենանք հաղթող ընկերության ներդրած ենթակառուցվածքի արդյունքում։ Մենք սրանով սկսելու ենք ենթակառուցվածքը մոդեռնիզացնել սկսած սերվերային համակարգից, ծրագրային ապահովումից, ֆիզիկական ենթակառուցվածքին ենք անցնելու, նոր ցանց, գրասենյակներ, գույներ, բրենդավորում, սպասարկում, աշխատակազմ եւ սա այն է, ինչի մասով մենք շատ հաճախ քննադատվում ենք շատ հիմնավոր ձևով, սա մի որակ է, որը շատ օբյեկտիվորեն պահանջում է մեր օրերում Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ առհասարակ հաճախորդը, որը օգտվում է հանրային ծառայություններից, հաճախորդը, որը սովոր է, որ մեկ սմարթ սարքի միջոցով կարող է լուծել բազմաթիվ հարցեր իր կյանքում եւ ակնկալվում է, որ անձահաստատող փաստաթղթի ստացումը եւս պետք է լինի նույնքան հեշտ, որակյալ, ապահով եւ անվտանգ։ Այդ պատճառով որոշում կայացվեց եւ իրականացվեց այդ որոշումը, ծրագիրն իրականացնել պետություն մասնավոր գործընկերության միջոցով եւ մենք լիահույս ենք, որ մեր օրինակով ցույց ենք տալու, որ սա արդյունավետ մոդել է եւ կարող է կիրառվել նաեւ այլ կենսական նշանակության ենթակառուցվածքների մոդեռնիզացիայի եւ հանրային ծառայությունների որակի նոր շեմի, նախաշեմի սահմանմամբ։ Շնորհակալ եմ Տիկին Դավթյան։ Հիշեցնեմ, զրուցում էինք ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանի հետ, լավ մնացեք, կհանդիպենք։
Կարճատև դադարը, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք թողարկումը։ Մենք վերադարձանք եւ թողարկումը շարունակենք անդրադառնալով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, այդպիսիք հայտնաբերելու եւ պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվում են ամենօրյա միջոցառումներ։ Հերթական բացահայտումները ամփոփել ենք մեկ ռեպորտաժում։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ բացահայտել են հարկերից խուսափելու դեպքեր։ Բազմաբնակարան շենք կառուցապատող մի ընկերություն 2023-25 թվականների ընթացքում Երևանի Վրացական փողոցում օտարել է ընդհանուր 134 ավտոկայանատեղի եւ 1 բնակարան, արքուվաճառքի պայմանագրում նշելով իրական արժեքից անհամեմատ ցածր գին։ Այդ կերպ խուսափել է հարկային պարտավորություններից պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի 118 միլիոն 258 հազար դրամի վնաս։ Հարկեր չվճարելու մեկ այլ բացահայտում էլ արձանագրվել է Կոտայքի մարզում։ Արզանի գյուղից Աբովյան քաղաք տանող ճանապարհին գործող ավտոգազալիցքավորմամբ զբաղվող մի ընկերություն 2024 թվականի հունվարից 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հարկային մարմիններից թաքցրել է փաստացի ձեռքբերված եւ իրացված գազի իրական ծավալները, չվճարելով 43 միլիոն դրամից ավելի հարկ։ Մյուս դեպքով օտարվել են բեռնափոխադրում իրականացնող եւ միմյանց հետ փոխկապակցված երկու սահմանապակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռում գտնվող 14 բեռնատարներ։ Արքուվաճառքի պայմանագրերում նշվել են տրանսպորտային միջոցների իրականությանը չհամապատասխանող ցածր գներ։ Այս եղանակով հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 17 միլիոն 248 հազար դրամի վնաս։ 3 դեպքով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ լսում է։ Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով գործում են մի շարք սահմանափակումներ։ Տաք եղանակային պայմաններում հատկապես կարևորվում է զգոնությունը բնության գրկում։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։
Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 պատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 պատիկից 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Եղեք զգոն եւ հոգ տարեք բնության մասին։ Այս թողարկման համար նախատեսել ենք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։